Բարև ձեզ, հայտնի խոսք է, ձուկը պղտոր ջրում են որսում։ Իրանական քաոսում հավանաբար շուտով ականատես կլինեք Իսրայելի վերահսկողության հաստատմանը հարավային Լիբանանում։ Դա միաժամանակ կմոռացնի Գազայի նվաճումը, ինչպես մոռացվում է Արցախի կլանումը նույն հրեական քարտ բլանշով։ Բումերանգը պետք էր այն ժամանակ տեսնել։ Խրախուսեցիք արհավիրքը Արցախում, ինքներդ հայտնվեցիք արհավիրքում։ Իրանն այնպիսի հնագույն քաղաքակրթություն է, ինչպես Մեծ հայքի 10-րդ նահանգ Արցախը, որին նաև կոչել են փոքր Սյունիք։ Ոչ մի բնիկ ապահովագրված չէ հայրենիք կորցնելուց։ Հիմա դա է տեղի ունենում Մերձավոր Արևելքում, ինչպես տեղի ունեցավ Արցախում, որի հայաթափումը հիմա ոչ թե դատապարտում են, այլ ծափահարում, որ հետո միջազգային իրավունքի դրոշը ձեռքերին ծափահարեն նաև Իրանի մասնատումը։ Արցախում այդ մասնատումը տևեց 44 օր, Իրանում տարիների ճահիճ է սպառնում, որտեղ հետո կխոստովանեք, որ էթնիկ ահաբեկչության մոդելը, որի մեջ հիմա ինքներդ եք խրված, Արցախում եք փորձարկել, որ հետո հաջորդ էր ուկրաինական արդեն 5-րդ տարին մտած բլիցկրիգը։ Իրանում այսօր մարդասպանության նույն գեհենն է ձևավորվում։ Բաքվում հրճվում են առայժմ այդ սպանդով, սպասելով երբ կխորտակվի Իրանը, իսկ Իրանը հակառակի պես կուլ չի գնում, ինչպես կուլ գնացին Արցախն ու Գազան, որովհետև իրանական ֆորս մաժորը դեռ նոր է սկսվում, ինչը չի երևում ինչ է ստացել իրանական բլիցկրիգից։ Իրանը միջուկային զենք չուներ, ստիպեցիք ունենալ ավելի շուտ, քան կարող էր։ Ժողովրդավար Իրանի կեղծ քարոզով էլ կստանաք հաջորդ Հյուսիսային Կորեան, ու չզարմանաք, որ այն դառնա իրանական Բերմունդյան եռանկյունի, Հորմուզից, Կասպից մշտական փոթորիկով։ Հաջողություն։